Սուրբ յոթ վերքի ղողանջների ներքո են իրավապահները Շիրակի թեմի առաջնորդարանը խուզարկում։ Վաղ առավոտյան են ներս մտել ըստ քննչական կոմիտեի պարզաբանման թեմակալ առաջնորդի գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհրաժեշտ քննչական ու վարութային գործողություններ կատարելու համար։ Միքայել Սրբազանի նկատմամբ նախաձեռնված վարույթը քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է։ Իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնել է։ Դեռ նախօրեին տեղեկությունը տարածվեց եւ ահա խուզարկությունների պատկերը։ Աջապահյանի նոթբուքն են տարել, քրքրել թղթերը, փշրել սուրբ նշխարը։ Սրբազանն այս ընթացքում առաջնորդարանում չի եղել։ Մայրաթոռում էր քահանայած ժողովի ու այդ պատճառով ազգային անվտանգությունը գնաց վեհարան։ Դիմակավորվածները եկել են Սրբազանի հետևից կգնա, Աջապահյանն իրենց հետ մայրաթոռում հավաքված հոգևորականները մեկ գաղափարի շուրջ են միաբանված, իրենց որոշումը պետք է լինի։ Այդ որոշումը պետք է արդարության սկզբունքից բխի։ Իսկ եթե Սրբազանը չպիտի գնա, նորից պետք է բխի արդարության, իրավունքի եւ արժանապատվության սկզբունքից։ Իրավիճակը մայր եկեղեցու մոտ մի քանի անգամ լարվեց, եկեղեցականներն ու ոստիկանները հրմշտեցին իրար։ Իրավապահների նպատակը վեհարան ներխուժելն էր, Սրբարանի պաշտպան սպասավորները պատկազմեցին։ Վեհարանի լարված բակ են իջնում ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսն ու Շիրակի թեմի առաջնորդ arczepiskopos Աջապահյանը։ Իրավիճակը կարճ են մեկնաբանում, տեղի ունեցողը բացարձակ ապօրինություն է, բայց Սրբազան հայրը պատրաստ է իրավապահների հետ գնալ։ Չեմ պատրաստվում թաքնվելու, չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Եվ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի։ Մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգևորականների։ Իսկ երկրի Սրբազանների եւ երկրի բնականաբար։ Կաթողիկոսն այս հայտարարությունից հետո հոգևորականներին ուղղորդեց վեհարան շարունակելու ժողովը, հայրապետի խոսքով հետագա գործողությունների եզրահանգումն անելու, Աջապահյանն էլ նախքան իրավապահների հետ ճանապարհ ընկնելը համբուրեց նրա աջը։ Դեպի դարպասներ մի քանի քայլ չէին արել, հոգևորականներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին եւ փորձեցին համոզել Սրբազանին չգնալ։ Իրավիճակը դարձյալ թեժացավ, իրավապահները, հոգևորականներն ու եկեղեցու աջակիցները կրկին սկսեցին հրմշտել իրար։ Այդ րոպեներին Շիրակի թեմի առաջնորդը որոշեց վերադառնալ վեհարան։ Հետ դարձավ նաև հայրապետը։ Սրբազանն ու նորին Սուրբ օծությունը մտան վեհարան, բակում մեկտեղված հոգևորականներն էլ շարվեցին, որ որևէ մեկը ներս չմտնի։ Եվ ղողանջ են խփում մայր եկեղեցու զանգերը։ Մենք որևէ մեկս չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու նաև հատկապես ձևը, որովհետև մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու։ Այսօր կատարվում է այն, ինչ որ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր արեցին։ Համախմբված հավատացյալներն են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների դեմ կանգնած, որոշեցին տերունական աղոթք կարդալ՝ մի տանիր զմեզի փորձություն, փրկյայի չարե։ Այս մեքենան ազգային անվտանգության ծառայությանն է պատկանում, վեհարանի բակ էր մտել, աղոթքից ու կարճ բանակցությունից հետո համաձայնեցին կայանման վայրը փոխել, ներսում հավաքվածները ծափերով ու գոչյուններով ողջունեցին։
Անվտանգության նկատառումներից ելնելով են որոշումը կայացրել կանխելու իրավիճակի հնարավոր եւ դիտավորյալ սրումը, ազգային անվտանգությունից հայտարարություն տարածեցին, Աջապահյանին կոչ արեցին մեջբերեմ չթաքնվել, ներկայանալ իրեն սպասող օպերատիվ խմբին։ Այս ընթացքում լռությունը խախտում է նաեւ վարչապետը, Facebook-ում է գրել. բախումներ չեն լինելու, հավատավոր հոտը իր սրբություն սրբոցը քրիստոնեաբար ազատելու է եւ վեհարանը հանձնելու վեհի։ Իսկ վեհարանից միասնական խոսք են հղում, սրբազան հորը պատշաճ չեն ծանուցել, բայց Աջապահյանը հավատարիմ է իր խոսքին, չի խուսափում, կգնա Երևան քննչական կոմիտե, գնաց ոտքով եւ աջակիցների ուղեկցությամբ։ Քրիստոնյաների ողջույն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։